Տիկին Սարգսյանը բազմաթիվ վարորդներ արձանագրում են այն մասին, որ գիշերային ժամերին երթևեկության մեջ շատ հաճախ հանդիպում են թույլատրելի պայծառությունը մի քանի անգամ գերազանցող լուսարձակներով տրանսպորտային միջոցների եւ ըստ իրենց բարեկներ գրեթե ուշադրություն չեն դարձնում այս խնդրին։ Դուք ինչ եք կարծում այս խնդիրը ինչպես պետք է լուծվի։ Լուսարձակների մասով, պարոն Կիրակոսյան, անցած տարի նորից բարձրացրել էիք հարցը, իրականում դե հիմա կասեմ ինչի չի լուծվել կամ ոնց ենք մտածում, որ պիտի լուծվի։ Հիմնական երկու լուծում որպես այդպեսին քննարկել ենք հիմա վերջնականացման փուլում ենք։ Առաջինը լուսարձակների լույսի չափման հետ կապված հարցերն են, որոնք որ մեր մասնագետների պնդմամբ, նկատում եմ հանրապետությունում տարբեր դեպքերում որ քննարկում են, շատ հաճախ գնահատվում են ավելի բարդ, չգիտեմ, ոչ արդյունավետ լուծում որպես այդպեսին եւ ունենք երկրորդ առաջարկը, որ ճիշտ կլինի տեղզնման կայանում, տեղզնության ժամանակ ստուգաչափվի բոլոր լուսարձակները, մնացյալ հնարավոր մասերը, որոնք որ կարող են խնդիր առաջացնել եւ գնանք տեղզնման ճանապարհով։ Հիմա փորձում ենք վերջնականացնել ի վերջո գալ մի կետի, հասկանանք որ ճանապարհն է մեզ համար նախընտրելի, որովհետեւ երկու շերտերն էլ հարցեր ունեն։ Օրինակ տեղզնման մասով կարող ենք ասել, որ ամեն տարի ենք անցնում տեղզնում եւ դա չի երաշխավորում, որ հնդհացս լուսարձակները չեն փոխարինի եւ այսպես շարունակ։ Այս նուրբ շերտերն են, որոնք որ թույլ չեն տալիս մեզ ճիշտ լուծում դուրս բերել, բայց կարծում եմ առաջիկայում կգանք մի հանգուցալուծման, անկախ դրանից շատ լավը կլինի լուծումը թե ոչ, բայց X կետում պիտի ավարտենք այս քննարկումները եւ վարչարարությունն ապահովենք։